Ինչ է տեղի ունենում, երբ ընտրություններին մասնակցությունը ցածր է լինում։ Այս ողջ ընթացքում ես խոսել եմ ընտրություններին մասնակցելու կարևորության մասին։ Հիմա եկեք հասկանանք, իսկ ինչ է տեղի ունենում, երբ ընտրություններին մասնակցությունը ցածր է լինում։ Դե քաղաքական ուժերը սկսում են խոսել միայն իրենց հաստատուն ընտրողների հետ։ Նրանք ճանաչում են իրենց ընտրազանգվածին, գիտեն ինչ են ուզում լսել, ինչից են դժգոհ եւ ինչ խոսքեր են ազդում նրանց վրա։ Քաղաքական ուժերը կարիք չեն զգում լսելու այլ մարդկանց, որովհետև իրենք վստահ են, որ նրանք միևնույն է չեն մասնակցելու ընտրություններին։ Նման իրավիճակում այդպիսի քաղաքացիները դուրս են մնում դաշտից։ Այն քաղաքացին, ով ասոցացված չէ որևէ ուժի հետ, բայց ունի պահանջներ, խնդիրներ, սպասումներ իր պետությունից, ով իր պետության լիիրավ քաղաքացին է, բայց չգիտես ինչու որոշում է հրաժարվել ընտրելու իր իրավունքից։ Իսկ երբ մասնակցությունը բարձր է, իրավիճակը փոխվում է։ Այդ ժամանակ քաղաքական ուժերը ստիպված են խոսել ոչ միայն իրենց կողմնակիցների, այլև հասարակության մյուս ներկայացուցիչների հետ եւս, ստիպված են լսել, հասկանալ, համոզել։ Ու հենց սա է առողջ քաղաքական համակարգը, երբ քաղաքական ուժերը մրցում են ոչ թե ամենաբարձրը աղմկելու, այլ մարդկանց ավելի լայն շրջանակի վստահությունը ստանալու համար։ Բարձր մասնակցությունը կարևոր է նաև մեկ այլ պատճառով։ Երբ երկար տարիներ նույն ուժն է կառավարում, ժամանակի ընթացքում պետական համակարգերը սկսում են սերտաճել իշխանության հետ, իսկ սա վտանգավոր է ցանկացած պետության համար։ Ընտրությունները պետք է միշտ հիշեցնեն, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ այն փոխանցելի է, որ որևէ քաղաքական ուժ հավերժ չէ։ Իսկ դրա առաջին քայլը քաղաքացիների մասնակցությունն է ընտրություններին։